Ազգային ժողովրդավարական բևեռը մասնակցում է ազգային ժողովի ընտրություններին 8-րդ համարի քվեաթերթիկի ներքո։ Երևանի կենտրոնում, վարչական տարբեր շրջաններում ու Հայաստանի տարբեր բնակավայրերում ազգային ժողովրդական բևեռը կոչ է անում չլինել անտարբեր, գնալ ընտրության եւ քվեարկել իրենց օգտին։ Սիրելի հայրենակիցներ, սիրելի մարտունեցիներ, ազգային ժողովրդավարական բևեռը ողջունում է բոլորին։ Ազգային ժողովրդավարական բևեռ է, քվեաթերթիկ համար 8։ Ազգային ուժ ենք, կարող եք ծանոթանալ Սասնա Ծռերի գործև ասեմ։ Մենք ոչ նախկին ենք եւ ոչ ներկա։ Քաղաքից քաղաք, փողոցից փողոց իրազեկում են, եթե հայ ժողովուրդն ուզում է խորհրդարանում ունենալ իր ազգային ձայնը, ապա պետք է ընտրել իրենց քաղաքական ուժին, քանի որ իրենք ունեն հստակ ճանապարհային քարտեզ, մշակված ծրագրեր, որոնք կտան այսօրվա խնդիրների լուծման բանալիները։ Ազգային ժողովրդավարական բևեռը 8-րդ քվեաթերթիկ խոստանում է ձեզ խելամիտ կոմունալ ծառայությունների սակագներ ապահովել, իսկ դա հնարավոր է ազգային պետական ռազմավարական մեր ընկերությունները, առաջին հերթին ատոմակայանը, հեկերը ազգայնացնելու եւ պետական ճիշտ վերահսկողություն ու կառավարում իրականացնելու պարագայում։ Պետք է լինեն հատուկ հարկային արտոնություններ, նորաստեղծ փոքր եւ միջին բիզնեսի համար։ Պետք է լինի հարկային արձակուրդ, առնվազն 3 տարի նոր ստեղծված փոքր եւ միջին բիզնեսին, հետագայում կայանալուց եւ ուժեղանալուց հետո այդ բիզնեսը կգա հարկային դաշտ։ Ազգային ժողովրդական բևեռը հիմնադրվել է 2020 թվականի մայիսին որպես կուսակցություն գրանցվել 1 տարի անց։ Հիմնական կորիզը Սասնա Ծռեր համահայկական կուսակցության անդամներն էին։ Ազգային ժողովրդական բևեռի անդամները պահանջում են դուրս գալ բոլոր ռուսակենտրոն կառույցներից եւ դառնալ ԱՄՆ-ի ոչ ՆԱՏՕ անդամ դաշնակից երկիր։ Կուսակցությունը չի ճանաչում Հայաստանի միջազգայինորեն ճանաչված սահմանները, կարծում է, որ Հայաստանը պիտի իրեն հռչակի Հայաստանի առաջին հանրապետության իրավահաջորդ, իսկ Հայաստանի հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնումը հայտարարի որպես ազգային ռազմավարության գերակայություն։ Թույլ չտանք 300,000 ադրբեջանցիների մուտքը մեր հայրենիք, ընտրում ենք ազգայինը։ Հավատ, հայրենիք, ինքնիշխանություն 2026-ի ընտրություններին ազգային ժողովրդական բևեռը այս կարգախոսով է մասնակցում։ Կուսակցության առաջին համարը տնտեսագետ Գևորգ Կարապետյանն է, բայց վարչապետի թեկնածուն 2022-ից անազատության մեջ գտնվող Վարուժան Ավետիսյանն է։ Նա անցնում է Սասնա Ծռեր զինված խմբի ոստիկանության ՊՊՑ գնդի գրավման իրադարձությունների հետ կապված գործով։ Հայ ժողովրդի արժանապատվության համար 8 համար ազգային ժողովում ազգային ուժ ունենալու համար 8 համար Իրինա Մկրտչյան, լուրեր։